Պարոն Ռուբինյան, կուզեիք Աննա Գրիգորյանի նման ճանաչելիություն ունենայիք, բայց ունենալն էլ կա, ունենալել է։ Այսօր որոշ ԿՊԱ-ական պատգամավորներ, անունները չեմ տալիս, որ բոլորին հանկարծ չասեմ չնեղանան, 37 թվականի ոճի մեջ դատախազի գործառույթ իրենց վերագրելով, իսկ դատախազությանը վերագրելով դատարանի գործառույթ, իմ ընկեր, ավագ կուսակցական ընկեր Լեոն Մկրտչյանին, ինչի մեջ ասես, մեղադրեցին։ Իպա մոռանալով, որ դատախազությունը դատարան չի։ Գիտեք, պարոն Կոնջերյան, որ 37-ի մասին խոսային, ով էր դատավորը, ոչ ոք չի հիշի, ով էր Սովետական միության գերագույն դատարանի նախագահան։ Բայց Բերիային եւ Վիշինսկուն շատերը կհիշեն, որտեղ այն ժամանակ էլ Սովետում էլ դատախազն էր որոշում, ով է մեղավոր, ով չէ։ Ձեր իրական Հայաստանում, ես ինչքան հասկանում եմ, նույն տրամաբանությունն է տիրում։ Ամեն դեպքում հոգեցնցումներին պատասխան ընթերցում եմ Լևոն Մկրտչյանի պատասխանը իրեն վերագրվող մեղադրանքներին։ Այսօր գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայց։ Հայցը վերաբերում է ինձ, Լևոն Մկրտչյանից, ընտանիքիս անդամներին եւ մի շարք անձանց, ում դատախազությունը համարում է փոխկապակցված։ Ես գիտակցաբար զերծ էի մնում հրապարակային մեկնաբանություններից, ելնելով այն համոզմունքից, որ նման գործերը նախ եւ առաջ պետք է քննվեն իրավական հարթությունում, իսկ դատախազության դիրքորոշումը պետք է ձևակերպվի հստակ, ստուգված եւ վերջնական տեսքով, նախքան հանրային տիրույթում հրապարակելը։ Սակայն այսօրվա հաղորդագրության բովանդակությունն ու մատուցման ձևը պահանջում են մի քանի սկզբունքային պարզաբանումներ։ Առաջին, սա դատարանի որոշում չէ եւ ոչ էլ հաստատված փաստ։ Սա դատախազության ներկայացված պահանջն է, որը դեռ ենթակա է դատարանում ստուգման։ Հայցը վարույթ ընդունելը դատավարական գործընթացի մեկնարկն է, այլ ոչ թե մեղադրանքների հաստատում։ Երկրորդ, ներկայացված նյութերից ու պահանջներից պարբերաբար փոփոխություններից երևում է, որ իրավասու մարմինն էլ չի կողմնորոշվել, թե ինձնից ինչ է պահանջում։ Դատախազությունը 3 տարի ուսումնասիրություն անելուց հետո 25 թվականի դեկտեմբեր ամսին անհասկանալի պայմաններում որոշում է, որ ինձանից մի թիվ պետք է գանձի։ 26 թվականի հունվար ամսին 10 անգամ ավելի թվով հայց է ներկայացնում դատարան, իսկ 26 թվականի մարտի 2-ին հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, որում գումարի չափը բոլորովին այլ թիվ է։ Նշված է, ինչպես նաև հայցում ուրիշ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով այլ անձանց վերագրվող միլիարդավոր դրամների պահանջները մեխանիկական սխալ copy-paste արդյունքում ինձ ներկայացնելը բավարար է եզրանգում անելու համար կատարված ուսումնասիրության հիմնավորվածության մասին։ Երրորդ, հայտարարության մեջ հիշատակվող ակտիվների զգալի մասը իմ սեփականությունը չեն եւ պատկանում են այլ անձանց, ովքեր զբաղվել են ինքնուրույն եւ օրինական գործունեությամբ։ Դրանք մեկ ընդհանուր ցանկում միավորելը հանրային դաշտում ստեղծում է թյուր տպավորություն։ Դեռևս 90 թվականների սկզբին, երբ ընդդիմադիր ՀՅԴ ղեկավար կառույցի անդամ է եւ Ավարտեք, պարոն Խաչատրյան։ Մեկ նախադասություն։ Հասարակության դասախոս, հայրս զբաղվում էին բիզնեսով։ Եղբայրս հանրության կողմից ճանաչված գործարար է եւ իր անցած ճանապարհով եւ դատախազության պահանջած գույքերի գերակշիռ մասը պատկանում են իրեն եւ իր ընտանիքին։